Անպայման անձնազատող փաստաթղթով հրավիրատոմսի չարծի հետևում նշված է, թե որ փողոցից պիտի մուտք գործեք, բաց է հրապարակը ժամը 7-ից ժամանում է մինչև ժամը 10։ Հռոմի Սրբազան քահանայապետի կողմից մատուցվելիք պատարագի հրավիրատոմսերը պատրաստ են, 25,050 մարդ հասցրել է գրանցվել, նույնքան հրավիրատոմս է տպագրվել, դրանք երկու գույնի են կապված, թե Վարդանանց հրապարակ որ փողոցից է նախատեսված տվյալ անձի մուտքը, հրապարակ մուտքն ազատ կլինի առավոտյան 7-ից, պատարագը ժամը 11-ին է։ Մի ամիս առաջ են գրանցվել, թորնիկներս, հարցս, մեկի քույրս պետք է Երևանից գան, շատ սիրով ուզում եք լսել իրեն խոսքը, սուրբ խոսքը։ Բոլոր նրանք, ովքեր որ արդեն տոմսեր ձեռք բերել են, այդ օրը հրապարակ մուտք գործելու են իրենց անձը հաստատող փաստաթղթերով, կամ նույնականացման քարտով, կամ անձնագրով, կամ սոցիալական քարտով, անպայման իրենց հետ պիտի ունենան։ Նույնիսկ մենք քահանաներս պիտի ունենանք հատուկ պեյջեր, այսինքն մեր անունները գրված թղթեր, որոնցից անվտանգության աշխատակիցները պիտի իմանան, թե մենք կաթողիկի հոգևորականներ ենք կամ ընդհանրապես հոգևորականներ, որոնք իրավունք ունեն ներկա գտնվելու այդ արարողությանը։ Եվ մարդկանց բոլոր խմբերի համար, հասարակական խմբերի համար լինելու են տարբեր մուտքեր, տարբեր սեկցիաներ տեղակայման, ասենք քահանաները մտնելու են այլ մուտքով, ժողովուրդը հավատացյալները մտնելու են այլ մուտքով, հաշմանդամների, ծերերի, երեխաների համար լինելու են առանձին սեկցիաներ, բաժանմունքներ հրապարակի տարածքում։ Եթե հրավիրատոմս ունեք, բայց չեք կարող մասնակցել Սուրբ Պատարագին, ոչ մեկին նվիրել չեք կարողանա, դրանք անվանական են եւ միայն տվյալ անձի ներկայությամբ ու անձը հաստատող փաստաթղթով են վավեր։ Հակառակ դեպքում պիտանի չեն։ Կարևորի մասին, տոմսերը վաճառքի ենթակա չեն։ Հրավիրատոմսի աջ կողմում նշված է անուն ազգանունը, հրավիրատոմսերը մեկանգամյա օգտագործման են, հրապարակ մուտք գործելուց հետո հրավիրատոմսից մի հատված առանձնացվելու է, հետևաբար նույն հրավիրատոմսով երկու անգամ հնարավոր չի լինի մուտք գործել, հրավիրատոմսի վրա նշված են ժամանման ժամը, իսկ հրավիրատոմսի հետևի կողմում բոլոր հրավիրատոմսերի վրա նշված է, թե որ փողոցից է լինելու մուտքը, կոնկրետ այս դեպքում մուտքը լինելու է Աբովյան փողոցից։ 1000 հրավիրատոմս է արդեն բաժանվել, մարդիկ շտաբում են վերցնել հրավիրատոմսերը, կան մարդիկ, ովքեր չեն հասցրել հեշտագրվել տոմսակների համար, նրանց համար նախատեսված է առանձին հատված, Խաչքարերի պուրակում պատարագին կկարողանան մասնակցել այն անձինք, ովքեր չեն հասցրել անդամագրվել տոմսերի համար։ Խաչքարերի պուրակում եւ Ռիժկովի ջեմափողոցում էկրաններ կտեղադրվեն։ Հրավիրատոմս չունեցող անձիկ կարող են հետևել այդ հատվածներից, իսկ 1200 նստարանը բարձրաստիճան պաշտոնյաների ու հյուրերի համար են լինելու։ Այդ օրը Գյումրի կժամանի շուրջ 3000 հոգանոց պատվիրակություն աշխարհի տարբեր երկրներից։ Աշխարհագրական քարտեզը բավականին շատ մեծ է, այցելությունները ունենք ուրեմն Շվեդիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Չեխիայից, Լիբանանից, Ռուսաստանից։ Nomine Patris et Filii et Spiritus Sancti։ Սուրբ Պատարագի ընթացքում համապատարագ է մատուցելու 60 եկեղեցական, խորանի վրա կլինի մոտավորապես 100 հոգևորական։ Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետի այցն առաջին քրիստոնյա երկիր աշխարհի 70 երկրի լրատվամիջոցներին է հետաքրքրել։ Արտգործնախարարության տվյալների համաձայն շուրջ 600 լրագրող է հավատարմագրվել Հռոմի Պապի այցը լուսաբանելու համար։ Արտգործնախարարությունը ինքն է կազմակերպելու լրատվամիջոցների աշխատանքը։ Գիտեմ, որ նրանց կենտրոնները, կարծես երկու կենտրոններ լինելու, որոնք տեղակայված են լինելու Սուրբ Յոթվերք եկեղեցու դիմացի հատվածում, Սուրբ Յոթվերք եկեղեցու եւ Կինո Հոկտեմբեր կինոթատրոնի այդ հատվածում է լինելու, այսինքն լրագրողները այդտեղ են լինելու եւ այդտեղից են կատարելու իրենց աշխատանքը եւ երևի թե նկարահանումները։ Թե կկարողանան արդյոք տեղաշարժվել եւ այլ տեղերից կադրեր վերցնել, այսինքն ընթացքում մենք կիմանանք։ Այս պահին դա չգիտենք եւ չենք էլ կարող իմանալ, որովհետեւ տեղում պիտի արդեն կազմակերպվի։ Երբ որ ուրեմն հունիսի 25-ին պատարագից շուտ մի քիչ կանք, այդ ամեն ինչը կիմանանք։ Երկու օրից կավարտվի նաև բեմի կառուցումը, անվտանգության ապահովման համար ջանք չի խնայվել, որպեսզի սրբազան արարողությունն անցնի առանց միջադեպերի։ Նազել Ելբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։